Ակնհայտ է, որ գործող իշխանությունը ամբողջ քարոզարշավի ընթացքում, իհարկե դրանից առաջ էլ ակնհայտ դիմում է ապօրինությունների եւ ամեն կերպ խոչընդոտում է ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը, փորձելով նաեւ ըստ էության կազմալուծել մեր նախընտրական քարոզարշավի ընթացքը եւ գրասենյակները։ Անընդհատ խոզարկություններ, ապօրինի քայլեր, գործողություններ մեր ամբողջ Հայաստանի տարածքում մեր նախընտրական շտաբի պատասխանատուներին, ակտիվիստներին, աջակիցներին, ինչ-որ հիմար պատրվակներով հրավիրում են ոստիկանություն, հարցաքննություն, փորձում են վախեցնել, փորձում են ահաբեկել, դրան զուգահեռ 2 օր օրինակ աշտարակի մեր գրասենյակում խոզարկություններ, ձերբակալություններ, ու սա տեղի ունենում ոչ միայն մեր քաղաքական միավորի, այլ տեսնում ենք այլ քաղաքական ուժերի գրասենյակներում եւս։ Սրան զուգահեռ, այսինքն որտեղ կարողանում են խոզարկում են, գործ են սարքում, բռնում են, որտեղ էլ չի, արդեն բռունցքների են դիմում, դուք տեսնում եք նաեւ պարբերաբար ԿՊԱ-կան այդ բաշիբոզուկ լակոտները, ովքեր հովանավորում են այս իշխանության կողմից, ու դրա պատասխանատվությունը անձամբ կրում է Նիկոլ Փաշինյանը, ու նաեւ ուժային կառույցները, ովքեր որևէ կոնկրետ քայլ չեն ձեռնարկում այս ուղղությամբ, ու իրենց լռությամբ, ըստ էության, խրախուսում են մեր երկրում անօրինականությունը, բեսպրիձել ու այս քաոսի ատելության մթնոլորտ։ Այսա ընդհանուր ձեր աջակցին ծեծի ենթարկելու մասին մամուլում հրապարակումներ եղան, արդյոք կհաստատեք եւ ինչ դեպքի մասին է խոսքը, արդյոք քաղաքական, այսպես ասած, հողի վրա է եղել եւ ինչ միջադեպի մասին է խոսքը, դա ենթատեքստ ունի Ես կարող եմ ընդհանրապես արձանագրել, որ այն անձը, ով Հայաստան դաշինքի աջակից է, ԿՊԱ-կան մի ոհմակ հարձակվել է իր վրա, այդ թվում նաեւ որքան տեղյակ եմ, Պատգամորի թեկնածու կամ նրանց հարազատները, քաղաքապետի եւ այլ, այսինքն փաստը սա է, հիմա մի մասն ասում է քաղաքական հողի վրա է, մի մասն ասում է կենցաղային հողի վրա, չգիտեմ, բայց օրը ցերեկով մի խումբ ԿՊԱ-կաններ հարձակվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա, ընդհանրապես դա կապ չունի, որ քաղաքական միավորի աջակից է, ու չկա դատապարտում ԿՊ-ի կողմից, ընդհակառակ իմիջ այլոց տեսա մի հատ այդ Գյումրիի չստացված մի հատ քաղաքապետի թեկնածուն էր, հպարտանում է ինչ-որ որ մարդ են ծեծում, էլի, ասենք որ ինքը իշխանություն չլինի, չգիտեմ, Վահան Հովհաննիսյանից ավելի լավ ձևակերպում իհարկե չեմ կարող անել, ինչ օրը կընկնի, բայց հպարտանում է ինչ-որ փողոցում մարդ են ծեծում, վերջը դուք պետություն եք, իշխանություն եք, թե փողոցի խուժաններ եք։ Իրանք համատարած իրենց սպանում են խուժանի պես, ես կարծում եմ այս ամեն ինչի գնահատականը մեր ժողովուրդը ամսի 7-ին կտա։ Հիմա արդյոք դեպքը դա ուներ քաղաքական որևէ շարժառիթ եղել է այդ վեճի, թե կենցաղային օրինակ ձեր աջակիցի ինչ է պատմում, եւ արդյոք ոստիկանությունը զբաղվում է կամ չգիտեմ քննչականում արդեն գործ կա։ Ես որքան գիտեմ, մինչև հիմա չկա, այդ անձը հայտարարություն է արել, վիդեո արել, լայվ է արել, ներկայացրել է, հետեւաբար այդքանը բավարար է, որպեսզի ոստիկանությունը դիմի համապատասխան քայլերի։ Եթե այլ պարագայում այդ նույնը արած լիներ ընդդիմության որևէ ներկայացուցիչ, հիմա այդ մարդուն, իր ընտանիքին, հարազատներին, եթե որևէ կուսակցություն լիներ, այդ կուսակցությունից էլ եւս մի 50 հոգի հետը փագել էին։ Բայց քանի որ իշխանության անը սպասարկում, չեն դատապարտում, օրենքով պատասխանատվության չեն կանչում, քիչ չի, մի հատ էլ խրախուսում են։ Սաղաթելյա, դուք ասեցիք, իրենք պահում են իրենց խուժանի պես, ինչու են այդպես դրսևորում իրենց ըստ ձեզ։ Իրենք ըստ էության դա ունի շատ հստակ նպատակ, դրանով ուզում են ցույց տալ, որ իբր իրենց դեմ խաղ չկա, տեսեք ինչ կուզենք կանենք, ու սրանով ուզում են ուղերձ տալ նաեւ հանրությանը, որ նույնիսկ պարտվելու դեպքում իշխանություն չենք տալու։ Ես էլ ասում գլուխներդ պատին եք տալու, ու այն մթնոլորտը, որ փորձում են երկրում ստեղծել քաոսի, բեսպրիձելի, տանել անիշխանության, նոր ինչ-որ անկայուն իրավիճակների, դա մենք թույլ չենք տալու։ Նախ առաջինը սադրանքների չենք տրվելու, եւ երկրորդը պաշտպանելու ենք մեր ժողովրդի քվեն եւ այդ մթնոլորտը թույլ չենք տալու, որպեսզի շարունակվի եւ ընդլայնվի։ Իրենք դրանով ընդհանրապես ուզում են ցույց տալ, որ մեր դեմ խաղ չկա, բայց մոռանում են։ Այտենց ասողներ շատ են եղել ու հիմա որտեղ են։
Տեղեկություն տարածվեց, որ Պաշտպանության նախարարությունից քաղաքական հայացքների համար 200 անձ է ազատվել աշխատանքից։ Հարձակումներ եղան եւ ձեր աջակիցների նկատմամբ եւ ուժեղ Հայաստանի աջակիցների նկատմամբ, ինչ եք կարծում, այս վախի մթնոլորտը, այս աշխատանքից հեռացումները, այդ վարչական ռեսուրսի ակտիվ կիրառումը ինչ որ կերպ կարող է անդրադառնալ ընտրությունների ելքի վրա։ Իրենք փորձում են, որպեսզի ամեն ինչ անեն, անդրադառնա, երբ որ կազմալուծում են ընդդիմադիր քաղաքական ուժերի շտաբների գործունեությունը, տեսեք, ցանկացած վերջապես նախընտրական շտաբների գործունեության իմաստը որն է, որպեսզի տեղերում իրականացնեն կազմակերպական քարոզչական աշխատանք։ Այս մարդիկ ցանկացած գրասենյակում, եթե թուղթ ու գրիչ գտան, գործը պատրաստ է սարքելու։ Հիմա նույն այդ աշտարակի ձայնագրությունը, որ հրապարակել են, Աշոտ Սիմոնյանի անունն են տալի, ինչ որ կտրելի կպցրել են։ Մարդը ասում է, որ Աշոտ Սիմոնյանը օգնել է ստեղ հա չէ, այդտեղ ամենակարևորը, ասում է օգնել է անցած անգամ էլ որ կառուցել ենք։ Խոսքը գիտեք ինչի մասին է, 2 տարի առաջ, այո, Աշոտ Սիմոնյանը օգնել է, որպեսզի այդ գյուղում խաչքար կառուցեն։ Հիմա վերցնում են դա, կպցնում են ինչ-որ մի հատ բանի, գործ են սարքում, մտնում են մարդու տունը, ով չգիտի, որ Աշոտ Սիմոնյանը Դաշնակցության գերագույն մարմնի նախագահն է, զբաղվում է կուսակցության ողջ կազմակերպական գործերով, բայց պատրվակ են գտնում, որպեսզի մտնեն տունը, խուզարկեն, ինչ-որ բան գտնեն կամ լկտիաբար հեռախոս են արգրավում։ Ինչ-որ տեղից ինչ-որ բան գտնելու, չեն գտնելու։ Հիմա գիտեք ինչ է, ժամանակին, եթե մարդկանց գրպանը պլան էին գցում, որ բռնեին, հիմա սրանք հեղաշրջման պլան են գցում։ Իմիջիայլոց մենք նկատում ենք, որ սենց փորձում են այդ դաշտ տեղափոխեն, ոնց որ ժամանակին Սրբազանի մոտ են գցել, մնացել են տակը, հիմա մեր պատկերացմամբ ու դրա բավարար նաև տեղեկություն կա, որ փորձում են այդ ճանապարհով մեր գրասենյակներում ինչ-որ բան գնեն գցեն, որ հետո գան այդ բաներով բռնեն, բայց չեն հասկանում, շատ ճղճում են ու շատ կանխատեսելի է, էլի։ Շատ կանխատեսելի են, այսինքն որ հիմա մտնում են մերոնցից մեկի տունը խուզարկելու, ինչքան սպասում են, գիտեք, ամեն օր բոլորին ամոթ է, այսինքն այդ բաների վրա մի օր ռեսուրս բա։ Պարոն Սաղաթելյան, դուք ասում եք շտաբերում խուզարկություններ կան, կարող եք ասել, քանի շտաբի դեպքում է եղել խուզարկություններ եւ ընդհանուր քանիսի ունեք։ 3 այսօր տեղի ունեցել աշտարակում։ Դրանից բացի հանրապետության տարբեր մարզերում, տարբեր միջոցներով, տարբեր մեթոդներով մեր ընկերների, համակիրների, աջակիցների վրա փորձում են ճնշում գործադրել։ Անիմաստ տեղ, օրինակ 3 Արարատի մարզում կանչում են ոստիկանության, չգիտեմ, տարածքի միլպետը, վարչության պետը, օրինակ, ինչի եք սրա այդ խոսել, արդյոք սպառնում եք, որ ձեզ քվետան, զգուշ եղեք, շատ ակտիվ եք, պրոբլեմ կունենաք։ Ես էլ իրանց ասում եմ, պրոբլեմ դուք եք ունենալու, շատ մեծ պրոբլեմ եք ունենալու, եթե խելքի չգաք։ Այդ անողները թող հիշեն, հերթով բոլորը գրանցվում է, իմիջիայլոց էդ էլ հրապարակային։ Չէ, Մասիսի դեպքով չի, դա եղել է Արարատի մարզում, ոչ Մասիսում, մեր ընկերներից մեկի հետ։ Ես զգուշացնում եմ ուժային կառույցներին, որ բոլորի անունները հատ-հատ արձանագրվում է, թող մնան օրենքի շրջանակներում եւ հունիսի 7-ից հետո 8 կա։ Իհարկե, իրենք պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետությանը, սահմանադրությանը եւ մնան օրենքի շրջանակներում, այլ ոչ թե շարունակեն կատարել այս խելագար թերքահպատակի ապօրինի հրահանգները, որովհետեւ ամսի 7-ից հետո այն որ ինքը ասել է ես ինչ գործ ունեմ, ինքնագործունեությամբ եմ զբաղվել, այդ վիճակն է լինելու։ Թող իրենք ընդհանրապես մնան օրենքի շրջանակներում եւ դադարեցնեն այս ապօրինությունները։ Այն որ քայլում ենք 7 հատ օպեր դեմներից սա գնում, 7 հատ կողքներից, 7 հատ պարկինգից մինչև չգիտեմ որտեղ, ամոթ է, էլի սովոր ենք, 7 տարի դրա մեջ ենք, էլի, ասենք, այս արդեն ծիծաղում են, այո, շատ շնորհակալ ենք իմիջիայլոց։ Ոստիկանապետը Արարատի մարզային վարչության պետն է եղել։ Այսօր անուններով չենք ասում, աշխարհագրությունը ասեցի, դեպքը ասեցի։ Կարծում եմ, որ այդ անուններով ասելու պահն էլ կգա, բայց հիմա ընդհանրապես սա զգուշացում է, որ դադարեցրեք։ Ժողովրդավարության բաստիոնից խոսողը գողացել է, ուզում է գողանա մարդկանց ընտրելու եւ ընտրվելու իրավունք։ Այն ինչ որ անում են, սա ուրիշ մասշտաբի խայտառակություն է։ Իմիջիայլոց էդ էլ ասեմ, են քաղ ծառայողներին, որ բերում կանգնացնում են ծափ են տալի, նկարում են խոնարհվում են 3 մետր ոտները որ քաշում են, վերջի հայանքը տալիս։ Նիկոլ Փաշինյանը կորցրել է ժողովրդի աջակցությունը եւ փորձում է այս ճանապարհով իր վերարտադրությունը ապահովել։ Իմիջիայլոց ասեմ,
Եվրոպական դիտորդական առաքելությունները բոլորը այս մասին տեղեկացված են, շատ ավելի հանգամանալից, շատ ավելի փաստերով, առաջիկա օրերին, նախորդող օրերին հանդիպումներ եղել է, առաջիկա օրերին լինելու է, ամեն ինչ գրավոր մեր կողմից առնվազն Բարձրաձայնագրությունների մասին նրանցել եք տեղեկացրել։ անշուշտ տեղեկացրել ենք, ոչ միայն իրենց, ավելի չեմ բացառում վաղը մեր իրավական թիմը եւս մամուլի ասուլիս հրավերի շատ կոնկրետ փաստերով այս ամեն ինչի մասին խոսի, բայց մեր համար ակնհայտ է, որ առնվազն մինչև այս պահը կիրառում է երկակի ստանդարտ եւ պատշաճ գնահատական այս ամեն ինչին չի հնչում։ Իսկ ձեր աջակիցներից կամ կուսակիցներից, որոնք ընտրական գործընթացների մեջ են, կան ձերբակալվածներ։ Այո, կան Մեղադրանք։ տարբեր շինցու հիմար գործերով որոշներին տարել են ձերբակալության, բայց դատարանը չի կալանքի տարել, ազատ արձակել հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում, վերջերս մի շաբաթ առաջ մի ընկեր Իջևանում, որ նախագահի հետ մոտեց է ինչ-որ զրույցեր ունեցել այդ մարդն է կալանքի տակ, այսինքն մի պետական ծառայողը բարև տվե աշխատանքից հեռացրել են, ու սենց շատ նման պատմությունները լեցվում են։ Պարոն Սաղաթելյան, ամեն դեպքում սա ջլատում է ձեր ուժերը Իշխանության երեխեք, մենք վերջը պետքա նկատի ունենանք, որ մենք 7 տարի այս ամեն ինչի մեջ ենք։ Այս նույն ձեռագրով ձերբակալությունները, նույն այդ ձայնագրությունները, խուզարկությունները եւ այլ այնքան սովորական է, ընթացիկ բան է մեր համար վաղուց այլևս։ Եթե իրենց թվում է, որ այս ճանապարհով կարողանան հասնել իրենց նպատակին, սխալվում են։ Բայց սա ակնհայտ ապօրինություն է, որը ստիպված մեզանից ժամանակ է խլում։ Պարոն Սաղաթելյան, ընտրություններին մնացել է 3 օր, ինչ եք կարծում, այնուամենայնիվ իշխանությունները կգնան Մոլդովայի սցենարի կիրառմանը, թե մենք կգնանք ընտրությունների եւ այդ սցենարը չեն կիրառի։ Ես կարծում եմ դեռ վտանգը ամբողջությամբ չեզոքացված չէ, իրովս իշխանությունը չի բացառվում վաղը ինչ-որ քայլեր եւ գործողություններ այդ իմաստով անի։ Մենք դա չենք բացառում, այդ սցենարը միշտ մենք նկատի ունեցել ենք եւ կարծում եմ դա կա, որովհետեւ իշխանությունը լավ հասկանում է, որ իր վերարտադրության ապահովումը պրոբլեմատիկ է ու ընդդիմության միասնական քվեն եւ ժողովրդի աջակցությունը շատ ավելի բարձր։ Փորձելով ուժերից որևէ մեկին մասնակցությունը ապօրինի կերպով դուրս դնի, սահմանափակի, անվավեր ճանաչի, ես չեմ բացառում, որ այդ քայլին կփորձեն դեռ գնալ։ Պարոն Սաղաթելյան, մեկ հարց էլ, արդյոք ընդդիմության մեջ կա համագործակցություն, որ բնականաբար ոչ մեկը առանձին չի կարող ծածկել, չգիտեմ, վստահված անձանցով, դիտորդական առաքելությամբ, գոնե կա, որ բոլոր տեղերում որևէ ընդդիմադիր վստահված անձ լինի, որպեսզի վերահսկվի ընտրությունները, որովհետև Կարևոր հարց եք տալիս, մենք Հանրապետության 2000 տեղամասերում ունենք հանձնաժողովի անդամներ երկուական, բոլոր տեղամասերում ունենք երկուական վստահված անձ, ընդդիմադիր հիմնականում խոշոր միավորները եւս ունեն վստահված անձինք եւ այո, ընտրության օրը մենք ընդդիմադիր միավորներով առնվազն տեղամասում համագործակցելու ենք մեր ժողովրդի քվեն պահելու եւ թափանցիկ ընտրություն ապահովելու հարցում։ Այս էլ իշխանությունների համար ասեմ թող նկատի ունենան, որ մենք գիտենք նաև այն բոլոր վտանգավոր տեղամասերը, որտեղ փորձելու են իրենց քաղաքապետի, թաղի խուժանի, մարզպետի, այդպես շատ անվանական են էլի դրանք, դրանցով այդ տեղամասերում մարդկանց վրա ազդեցություն ունենալ, մենք էլ փորձելու ենք այդ տեղամասերում ավելի ուշադիր լինել։ Իմիջիայլոց կան քաղաքապետեր, որ այդ տարածքներում ասում են, դե սա մեր հարցն է, Նիկոլի հարց չէ, որտեղ ամաչում են ասեն Նիկոլի համար են այդպես կյանք տալի, ասում են մեր հարցն է, առիթից օգտվելով ասում են, որ ամոթ ձեզ, դա ու մեկ ու մեջ էլ դες լավ տղա են ձևանում, էլի, լավ տղան ինքնասիրություն է ունենում ու ամեն ինչ չի անում, որ թուրքը գա իր տուն, իր օջախ։ Այս իմիջիայլոց իրանց են ուղում, թե այսը լավ հասկանան ու արդարանալու համար չասեն, դա էսի մեր հարցն է, ոչ թե Նիկոլի, ձեր հարցը որ ուներ, ձեզ մի քիչ շնորհքով կպահեիք, որովհետև մի քանի տարի առաջ իրանք այլ կերպ էին մտածում։
Thank you